Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1332-րդ օրն է։ Լավ լուրեր ունենք ձեզ համար, չնայած այն ամեն ինչին, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, մերոնք առաջ են գնում մարտի դաշտում, տարածքներ ազատագրելով, բայց երևի թե սկսենք Թրամփից։ Մինչ ամբողջ աշխարհը սպասում էր, որ Թրամփը վերջապես հստակ կձևակերպի իր դիրքորոշումը դաշնակիցների հետ, նա նախորդին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ եւ ըստ ամենայնի պայմանավորվել է հանդիպել նրա հետ։ Թրամփը չի կարող չհասկանալ, որ Պուտինը կրկին կփորձի օգտագործել ժամանակը խաղաղ ուկրաինացիների սպանությունները շարունակելու համար։ Ռազմաճակատում իրավիճակը Պուտինի օգտին չէ եւ նա փորձում է բացահայտել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության թույլ կողմերը, միաժամանակ հարվածելով էներգետիկ ենթակառուցվածքներին բալիստիկ հրթիռներով։ Հիշեցնեմ, օրեր առաջ զգուշացրել էի, որ Թրամփի պահվածքի հետևանքով Եվրոպան կարող է ստիպված լինել մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ձմեռային օգնության ծավալները։ Թրամփի հաշտեցման տոնայնությունը Պուտինի հետ զրույցից հետո Եվրոպայում ընկալվել է որպես Ամերիկայի հնարավոր նահանջային դիրքորոշում Մոսկվայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, ոմանք նույնիսկ կապիտուլյացիա են անվանում Թրամփի արարքը։ Եվրոկոմիսարը հայտնել է, որ Հունգարիան, որտեղ նախատեսվում է հանդիպում Թրամփի եւ Պուտինի, պետք է ձերբակալի Պուտինին։ Հետաքրքիր ինտրիգային իրավիճակ է ստեղծվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքելով Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին հայտարարել է, որ Պուտինը նույնիսկ Համասի չափել չկա, ընդգծելով, որ նա շտապում է վերականգնել երկխոսությունը Ամերիկայի հետ, հենց այն պահից, երբ խոսքը գնաց Ուկրաինային տամահավ քրթիռներ փոխանցման մասին։ Անգլալեզու մամուլը կոշտ քննադատությամբ է արձագանքել Ամերիկայի նախագահին, որը համաձայնել է Պուտինի հետ հանդիպել Հունգարիայում։ Գերմանիան կարծում է, որ Հունգարիան պետք է ձերբակալի Պուտինին միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։ Այս մասին Գերմանիայի արտգործնախարարությունն է հայտարարություն արել, իսկ ռուսական մամուլը գրում է, որ Պուտինը ծալել է իր տակ փոփոխվող աշխարհը, իսկ արևմտյան քննադատությունը Մոսկվայում աշխատում են չտեսնել, կոնտեքստից դուրս ֆրազաներով ներկայացնում են, թե իբր մամուլը ֆանտաստիկ է համարել Թրամփի եւ Պուտինի զրույցի լուրը, չնայած միգուցե եւ ֆանտաստիկ է, ֆանտաստիկ քաղաքական անհեռատեսություն Թրամփի կողմից։ New York Times-ը գրում է, որ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը ավարտվել է պայմանավորվածությամբ անցկացնել անձնական հանդիպում Բուդապեշտում։ Այս նորությունը զգալի բացասական արձագանք է առաջացրել Արևմուտքում, վերլուծաբանները, դիվանագետներն ու լրագրողները զգուշացնում են, որ նման հանդիպումը կարող է վերածվել Թրամփի համար դիվանագիտական ծուղակի, իսկ Կրեմլի համար հերթական հաջողության։ Ըստ New York Times-ի, Պուտինը պարզապես օգտվեց իրավիճակից։ Զրույցը կայացել է այն պահին, երբ Վաշինգտոնում քննարկվում է Ուկրաինային նոր սպառազինության տրամադրումը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։ Կրեմլը հույս ունի, որ անգամ առանց կոնկրետ արդյունքների հանդիպումը թույլատնի Ամերիկայի դիրքերը եւ կխանգարի որոշումների ընդունմանը, որոնք ձեռնտու են Կիևին։ Նման տակտիկան Մոսկվան կիրառում է տարիներ շարունակ, ձգձգելով պատերազմի ընթացքը։ Թրամփի քննադատները հիշեցնում են, որ Ալյասկայում ձախողված բանակցություններից հետո Պուտինը հիմա ստանում է մրցանակ, այն է գագաթնաժողով Հունգարիայում։ Սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ սա կրկնությունն է նախկին սխալների, երբ Կրեմլը ստանում է հարթակ առանց որևէ երաշխիք տալու։ Պոլիտիկոն գրում է, որ Բուդապեշտում հանդիպումը կարող է դառնալ Պուտինի համար արտաքին քաղաքական մեծ հաղթանակ, եթե այն չուղեկցվի Վաշինգտոնի կողմից խիստ պահանջներով։ Բլումբերգը շեշտում է, Թրամփը կհաջողի միայն կտրուկ դիրքորոշման դեպքում։ Պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն հանդիպման գաղափարը անվանել է համարյա անպատասխանատու քայլ, նշելով, որ Կրեմլը հասկանում է միայն ուժը եւ հստակ պայմանները։ Նույն կարծիքն են հայտնել նաեւ այլ փորձագետներ, եթե Թրամփը չցուցաբերի կոշտություն, Մոսկվան ժամանակ կշահի եւ կշարունակի պատերազմը։ Քաղաքական վերլուծաբան Մարիա Սնեգովան ընդգծել է, որ Պուտինը բարպետորեն օգտագործում է բանակցությունները, ես կասեի բանակցությունների պատրանքը, ստեղծելով առաջընթացի պատրանք, միաժամանակ շարունակելով ագրեսիան։ Եթե Բուդապեշտի հանդիպումը չունենա հստակ արդյունքներ, Կրեմլը դա կօգտագործի իր վերահսկողության մասին հայտարարելու համար, շահելով տեղեկատվական դաշտում։ Սպիտակ տունը հույս ունի, որ Ամերիկայի դիրքերը կարող է ուժեղանալ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունման միջոցով, որը կոնգրեսը նախատեսում է քննարկել արդեն հաջորդ շաբաթ։ Այդ օրենսդրական նախաձեռնությունը պետք է ընտրություն առաջարկի Կրեմլին բանակցությունների
հաջողությունների կամ ավելի խիստ պատժամիջոցներ ու նոր զենքի մատակարարումներ Ուկրաինային, սակայն նախաձեռնության ընդունման հեռանկարը մնում է մշուշոտ։ Իհարկե մենք հույս ենք դնում դաշնակիցների վրա, բայց ինքներս էլ հարապ նստած չենք, գիշերը կրկին հարվածներ են հասցվել ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին Ղրիմում եւ Ռուսաստանի հարավային շրջաններում, Սոչիի բնակիչները օրինակ շատ լուրջ անհանգստացած էին երեկոյան։ Հիշեցնեմ, որ բոլոր այն կադրերը, որոնք մենք չենք կարող ցուցադրել YouTube-յան հարթակում, կարող եք դիտել մեր Telegram-յան ալիքում, շատ հաճելի եւ ողջևորիչ կադրեր ունենք ձեզ համար, ովքեր բաժանորդագրված չեն, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Խնդրում եմ նաեւ մի քանի վայրկյան ընձեռնեք YouTube-ի գործիքներից օգտվելուն, լայքեք մեր հաղորդումը եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, շատ օգնած կլինեք, ինչպես եւ ամեն օր, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Ուկրաինայում գործում է մոտ 900 պաշտպանական ձեռնարկություն, մոտ 100-ը պետական են, 800-ը մասնավոր, կան նաեւ մոտ 1000 ինժեներների եւ մշակողների թիմեր, որոնք ամեն օր աշխատում են նորարարությունների վրա։ Այս մասին ասել է նախարար Շմիգալը, ինչպես գիտեք, առաջվա վարչապետը հիմա պաշտպանության նախարարությունն է ղեկավարում, Դենիս Շմիգալը։ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժը 25 թվականին գնահատվում է արդեն 35 միլիարդ դոլար։ 3 տարվա ընթացքում Ուկրաինայում պաշտպանական արտադրության հզորությունը աճել է 35 անգամ։ Ուկրաինայում եւ արտերկրում ակտիվորեն գործարկվում են համատեղ ձեռնարկություններ եւ ներդրումներ են ներգրավում հզորությունների համակարգված մասշտաբավորման համար։ Արդեն 25 օտարերկրյա ընկերություններ, այդ թվում համաշխարհային պաշտպանական արդյունաբերության հսկաներ, գտնվում են Ուկրաինայում արտադրությունը տեղայնացնելու տարբեր փուլերում։ Քանի որ Վաշինգտոնին առանձին եթեր կնվիրենք ամենայն հավանականությամբ, անցնեմ ռազմաճակատի լուրերին։ Մարտի դաշտում անցած օրը տեղի ունեցել 178 մարտական բախում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական բախումները տեղի են ունեցել 11 ուղղություններով, ամենաշատը 55-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսները գիշերվա շահեդների հերթական գրոհը կազմակերպեցին ուկրաինական բնակավայրերի վրա։ Օկտեմբերի 17-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 70 շահեդ եւ Գերբեր դրոններով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով ոչնչացվել է 35 ռուսական դրոն, սակայն հարվածներ են հասցվել 10 վայրերում։ Ռուսները գիշերը դրոններով զանգվածային հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոհ քաղաքի վրա, գրանցվել է 10 հարված եւ հրդեհներ են բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտներում։ Փրկարարները արդեն իրենց գործը արել են, հրդեհները մարել են եւ հիմա մտածում են, թե ինչպես կարելի է վերականգնել վնասված օբյեկտները։ Ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների, միայն վերջին 1 օրում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 730 ռուս օկուպանտ եւ 718 միավոր թշնամու տեխնիկա։ Ռուսաստանի ընդհանուր կորուստները պատերազմի սկզբից ի վեր արդեն կազմում են 1,128,030 ռուս օկուպանտ։ Ուկրաինայի զինված ուժերը ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում Ռուսաստանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին ռուսական բանակի կարողությունները թուլացնելու համար։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են ռուսական ռեակտիվ հրթիռը հրետանային համակարգ, որը ահաբեկում էր Նիկոլաևի մարզը վերջին շրջանում։ Ուկրաինացի զինծառայողներին հաջողվել է լիովին ազատագրել Ալեքսեևկա եւ Ստեպովա գյուղերը Զապորոժիայի մարզում, ամբողջությամբ մաքրելով դրանք ռուս օկուպանտներից։ Սա արդեն գյուղերի շարք է ստացվում Զապորոժիայի մարզում ազատագրված։ Ղրիմում ռուսական օդուժը փորձելով հակադարձել ուկրաինական հարվածին սխալմամբ խոցել է սեփական Su-30SM ինքնաթիռը։ Գիշերը Ղրիմում թիրախավորվել են ռուս օկուպանտներին պատկանող նավթաբազա, մի շարք ռազմական օբյեկտներ։ Օկուպանտների շրջանում նկատվում է խուճապ եւ Պատորիա քաղաքը մնացել է առանց հոսանքի եւ ջրամատակարարման ուկրաինական գիշերային հարվածներից հետո, իսկ Դոնեցկում պայթեցվել է ռուսական զինամթերքի պահեստ։ Գեղեցիկ կադրերը, ինչպես ասացի, արդեն մեր Telegram-յան ալիքում են։ Ուկրաինական ուժերին հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի Գարնան համառային արձակողական գործողությունները, մի շարք ուղղություններով հակառակորդը նահանջում է, այս մասին զեկուցում է Ուկրաինայի գենշտաբը։ Որոշ ուղղություններում Ուկրաինայի պաշտպանության ուժերը ստիպում են հակառակորդին հետ քաշվել, մեջբերեմ Կրեմլի պլանները գրավել ռազմավարական նշանակության տարածքներ եւ բնակավայրեր չեն իրագործվում։ Դրանք մշտապես վերանայվում են ու հետաձգվում։ Ուկրաինան է դա ստիպում անել։ Կարող ենք արձանագրել, որ ուկրաինացի զինվորականները կանգնեցրել են թշնամու Գարնան ամառային հարձակողական արշավը, նշվում է Ուկրաինայի գենշտաբի հաղորդագրությունում։ Ըստ նույն աղբյուրի, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խափանել Ռուսաստանի հետագա պլանները, կիրառելով ասիմետրիկ միջոցներ, չեզոքացնելու թշնամու առավելությունը տեխնիկայի եւ մարդկային ռեսուրսների հարցում։ Մի շարք ուղղություններում Ուկրաինայի ուժերն անցել են հակահարցակ
հարձակման, որոշ ստորաբաժանումներ հաջողությամբ իրականացնում են գրոհային գործողություններ նախկինում կորցրած դիրքերը վերականգնելու համար։ Մասնավորապես ուկրաինացի զինվորները շարունակում են դուրս մղել ռուսական ուժերին Սումիի մարզից եւ նեղում են Կուրսկի մարզում։ Ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում, որոշ առաջընթաց կա նաեւ Զապորոժիեի մարզում տարածքների վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ, քիչ առաջ արդեն ասացի, գոյություն ունեն նաեւ ճակատի այլ հատվածներ, որտեղ թշնամին ոչ մի ձեռքբերում չունի, զեկուցում է Ուկրաինայի գենշտաբը, մեջբերեմ չնայած այն հանգամանքին, որ մարտերի գոտիներում իրավիճակը շարունակում է մնալ լարված, հակառակորդը լիարժեքորեն չի տիրապետում ռազմավարական նախաձեռնությանը։ Խոշոր կորուստների գնով թշնամին Գարնանը եւ Ամրանը փոքր առաջընթաց է գրանցել միայն առանձին հատվածներում, ընդգծում է գլխավոր շտաբը։ Միայն սեպտեմբեր ամսին ռուս օկուպանտների կորուստները կազմել են մոտ 29000 զինծառայող, ոչնչացվել կամ վնասվել են 70 տանկ, 65 զրահապատ մեքենա, ավելի քան 1050 հրետանային համակարգ, 6 ռեակտիվ համազարգային կայանք եւ այլ տեխնիկա։ 25 թվականի սկզբից գերի է վերցվել 2060 ռուս զինծառայող։ Նշվում է, որ պատերազմի ողջ ընթացքում առաջին անգամ այսքան արդյունավետ իրականացվել են խորքային հարվածները Ռուսաստանի տարածքում, deep strike գործողությունների շրջանակներում թիրախավորվում են ռազմական օբյեկտներ, լոգիստիկ հանգույցներ, Ռուսաստանի էներգետիկ համակարգը։ Տարվա ընթացքում հարվածներ են հասցվել Ռուսաստանի վառելիքաէներգետիկ եւ ռազմական արդյունաբերության 45 օբյեկտների, ինչի արդյունքում վառելիքի արտադրությունը Ռուսաստանում նվազել է գրեթե 25%-ով։ Միայն նավթամթերքների արտահանման կրճատման հետևանքով Ռուսաստանը օրական կորցնում է ավելի քան 46 միլիոն դոլար։ Թշնամու թիկունքի ռեսուրսների թուլացումը լուրջ ազդեցություն է թողնում նրա կարողությունների վրա ակտիվ մարտեր վարելու տեսանկյունից։ Ըստ գլխավոր շտաբի կան նաև դրական ազդակներ դաշնակիցներից նոր ռազմական օգնության փաթեթներ ստանալու վերաբերյալ, այդ թվում Տամահավք տեսակի թևավոր հրթիռների եւ այլ ժամանակակից համակարգերի մատակարարումը։ Դրանք կարող են էականորեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, նրան պատերազմը դադարեցնելու եւ արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Դա տեսնենք իդեպ Reuters-ի տվյալներով շաբաթվա կեսին Բալտիկ ծովի Պրիմորսկ նավահանգստում ռուսական Urals տեսակի նավթի գինը հասել է մինչև 47.4 դոլարի 1 բարելի դիմաց։ Սա ցածր է, Եվրոմիության կողմից վերանայված գնային առաստաղը 47.6 դոլար էր։ Այսպիսով նույնիսկ շրջանցիկ սխեմաների շրջանակում ռուսական նավթը կորցնում է իր մրցունակությունը ու շահութաբերությունը, ինչը լրջորեն ճնշում է Ռուսաստանի առանց այդ էլ դեֆիցիտային բյուջեն։ Այս տրամաբանությամբ ավարտեմ օրվա եթերը, ինչ էլ լինի, մենք միասնական ենք եւ հաղթում ենք Ռուսաստանին եւ աշխատում ենք Ռուսաստանին պարտության մատնելու ուղղությամբ։ Իդեպ Ռուսաստանը դեռ երբեք այսքան մոտ չի եղել պարտությանը։ Պուտինը այս խորամանկությամբ ընդամենը իր օրերն է երկարացնում։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Ձեր տրամադրությունը հուսամ մեր եթերից հետո բարձր է, քանի որ Ռուսաստանի կենսունակության համար անդարձելիության սահմանները արդեն հատվել են։ Թրամփը կարող է միայն երկարաձգել Կրեմլի հոգեվարքը, ուրիշ ոչինչ։ Մեզ համար էլ դժվար կլինի, բայց մենք արդեն սովորել ենք դրան։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները սոցիալական ցանցերում։ Ձեզ ամենալավն ու բարին, հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։